Ավարտվեց 10 օր տևած նարդու առաջնությունը, 300,000 դրամը և բյուրեղապակյա գավաթը Գարեգին Գրիգորյանինն են։ Մրցակցությունը թեժ էր, բայց հաղթահարելի, ասում է։ Սիրով եմ մասնակցում Կապանի խաղերի, միշտ մասնակցում եմ, շատ հանգիստ էր խաղը, շատ ուրախ եմ առաջին տեղը գրավելու համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան համապատասխանաբար 100 և 50,000 դրամներ և հավաստագրեր։ Խաղացողները նշում են, նարդում հաշվարկը կարևոր է, բայց որոշողը զառն է։ Համարյա ամեն տարի մասնակցում եմ առաջնությանը, 22 թվականին եղել եմ առաջին տեղում, այսօր էլ երկրորդ տեղն եմ։ Մի քանի անգամ մասնակցել եմ նարդու առաջնություններին, շատ լավ անցավ առաջնությունը, այս անգամ հաջողվեց, որ հասնեմ պոլոֆինալ, երրորդ տեղ բարձրացա։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանձնեց մրցանակները, լսեց մասնակիցների առաջարկները և խոստացավ հաջորդ մրցաշարերին անպայման դիտարկել դրանք։ Մենք էլ շատ տեղեկացված ենք, որ ինչպեսի ջեր մթնոլորտում անցնում առաջնությունը և ինչպես նաև ոգևորում և նաև մասնակցության առումով ինչպես մեծ ներգրավվածություն կա։ Առանց նվերների չմնացին նաև 10 լավագույն մասնակիցները և խոստացան հաջորդ տարվա առաջնությանը ավելի լավ պատրաստվել։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։